Բարև ձեզ հարգելի ունգընտիները վագընթիրներ, վանացայինի եթերով և թիմադեդրի էջով, ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեք արդասավոր գասություն դիրեց Սուրբ Էջմիածինի մեջ, որում պագը բազմամարդ էր։ Սակայն ներկաները սովորականին պես աղոթելու եկած հավատացյալներ չէին, այլ երկուքի բաժնված քաղաքացիներ, մեկ կողմը վեհապարին աջակցողները, մյուս կողմը անոր հերացումը պահանջողները։ Պագին մեջ մեծաթիվ ներկայություն էին ոստիկանները, որոնք իրար մեջ բաժնած էին երկու կողմերը, ինչպես նաև ինտիմատիրներ եւ իշխանավորներ, քաղաքական հանրային կորզիչներ։ Արդարև, վեհապարին հերացումը պահանջողները ընթարաչած էին հայ առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներու թիմումին, համախմբվելու Սուրբ Էջմիածինի մեջ։ Իսկ վեհապարին զորակցողները եկած էին ներկա գտնվելու միասնական ժամերկության, որ նախադեсված էր կատարել Արաքածոտնի թեմի Փյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու մեջ։ Սակայն հայ առաքելական եկեղեցու Արաքածոտնի թեմը հայտարարած էր, որ ժամերկությունը փոխադրված է Սուրբ Էջմիածին։ Ներքին գործոստնախարարությունը այս երկու հայտարարություններն յետք հաղորդակցության միջոցով հորդորեց զերծ մնալ հագաիրավական սատրիչ գործողությունները, հարկել այլոց իրավունքները, չդարվել սատրանքներով եւ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներուն։ Սուրբ Էջմիածինը եւս խոր մտահոգություն հայտնեց 10 եպիսկոպոսներու հայտարարության պատճառով հանրության մեջ հարաճ եկած ընդվզումներուն համար։ Սուրբ Էջմիածինը սկաստության գոչ ուղեց վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանցնած սրբազան հայրերուն։ Պետք է դրսևորել պատասխանատվություն զերծ բահելու ժողովուրդը աղետաբեր հուզումները եւ կործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա ժողովրդին նվիրական զգացումները շահարկելու եւ հայտնի գեղձ օրագարկով հագարագություններ սերմանելու։ Եկեղեցու բարեբաշխ զավակներուն միջև խաթարելով հայոց հոգևոր գետրոնին խաղաղությունը եւ աղոթական միջավայրը։ Նշեց 3 կեսօրին հրաբարակված Սուրբ Էջմիածինի հայտարարությունը, որ նաև հորդորեց հավատավոր ժողովրդին բահաբանելու հանդարտությունը եւ չդարվելու սատրիչ հայտարարություններով աստեցությամբ։ Ժամերկութենն բավական առաջ 3 կեսօրի հետ մարտիկ արդեն հավաքված էին Էջմիածինի մեջ, երկու տարբեր կողմերու վրա։ Երեկոյան ժամը 5:30-ին Կարեկին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին գլխավորությամբ Թափորը դուրս ելավ վեհարանեն եւ ուղղվեցավ Մայրդաջար։ Մինչ այդ չերևցան հավաքը հրավիրած եպիսկոպոսները։ Անոնք ավելի ուշ հավաքի ժամեն։ Ավելի քան կես ժամի հետ ելան Մայրաթորին մոտ հավաքված հազարավոր հավատացյալներուն դիմաց, դեղեկացնելով, որ կարդուղարության հանձնած են վեհապարին հրաժարականը պահանջող նամակը։ Մեր առաքելությունը այս բահուն ավարտած է։ Հաջորդ անգամ մենք այստեղ պիտի ըլլանք ցեզի հետ միասին Մայրդաջարեն աղոթելու մեր ժողովրդի ասկի հոգևոր տասի ամրաբնդումի եւ բայձարության համար, ըստ Բալտյան երկրներու թեմի առաջնորդ Վասկեն arczepiskopos Միրզախանյան, որուն խոսքին բահուն հավատացյալները շատեր գսուլեին, ոմանք հութագկորային։ Կարեկին երկրորդ վեհապար իր կարոզին մեջ շեշտեց, որ ներկա հարցերը գլուծվին կանոնական կարգով։ Անհորդորեց սրբազան հայրերուն վերադառնալու կանոնական դաշտ։ Այսօր դակնաբալի օրեր գաբրինք, այս պայմաններում մեջ փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողականության, միասնության հոգին զորացնելու ընդհանրակը կշարունակվին հարցակումները մեր եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածինի հանդեպ հերթական ոտնձգությունները կատարվեցավ այսօր, ցավոք նաև գարկ եկեղեցականներու միջոցով։ Հայտնեց վեհապարը ավելցնելով այս աղմուկը, որ եկեղեցու մեջ կբարձրանա, երբեք չի գնար խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագիրները, որոնք կոչված են մեր երկրի շինության, մեր եկեղեցու բայձարության համար։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ կբացառե փախումներու հավանականությունը Սուրբ Էջմիածինի մեջ նախադեсված հավաքին ընթացքին, որով հետև Հայաստանի իրավաբահ մարմինները ունին բոլոր կորձիկագազն ու հնարավորությունները սատրիչ կորձելագերբով աչքի երևցող անձերը չեզոքացնելու համար օրենքով սահմանված կարգով։
Այս բոլոր իրադարձություններու լույսին տակ ամենայն հայոց կաթողիկոսը 3 փոփոխություն կատարեց Գերագույն հոգևոր խորհրդի գազմի մեջ։ Այս առիթով հրաբարակված հայտարարությունը նշեց. Նկատի ունենալով որոշ անդամներու հաջախագի բացակայությունները, առողջական խնդիրները եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ բարձրաստիճան եկեղեցականերու փանդարգված ըլլալու հանգամանքը դեղի ունեցան փոփոխություններ։ Սուրբ Էջմիածինի փագի մեջ լրագրողներու հետ ունեցած հարցազրույցին ընթացքին հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան հայտնեց հետեւյալը. Հոսենք աջակցելու համար վեհապարին։ Մեր ներկայությամբ զորակցություն կհայտնենք մեր եկեղեցվո, որ այսօր հարվածի դակ է դիրատավներու եւ այս խամաճիկ իշխանության թավաջաներուն կողմէ։ Սաղաթելյանն նաև հայտնեց, որ Սուրբ Էջմիածինի տարածքին մեջ հազարավոր ոստիկաններ կան, հնարավոր սատրանքներու սպասումներ կան, սակայն անվստահեցուց, որ իրենց եւ իրենց աջակիցներուն կողմէ որևէ սատրանք կամ քայլ պիտի չլա։ Մենք լավ կգիտակցենք, որ անոնց նպատակներն մեկն ալ սատրանքներու միջոցով օրինականացնելն է այս ուժերուն գուտագումը Սուրբ Էջմիածինին տարածքին մեջ, բայց մենք այս երևույթին պիտի չերտանք։ Գտեսնեք իշխանության մեղադրանքները, ամիսներ շարունակ մեզի կմեղադրեին եկեղեցվոն ներքին գործերուն խառնվելու համար։ 10 եպիսկոպոսներու հայտարարությունն յետք իշխանությունը կբնթե, որ այդ եպիսկոպոսները այսպես կոչված կգադարեն Նիկոլ Փաշինյանի բանջը եւ անոր հրահանգով կգտնվին այդ տարածքին մեջ։ Իսկ այստեղ իբր եկեղեցվո միջամտության խնդիր չկա։ Սաղաթելյան եւ եկեղեցվո թեմ բայկարին մասին խոսելով հայտնեց. Անգահալածվի, որովհետև մեր ժողովրդի ինքնության հիմնական հենասյունն է, որովհետև Արցախի հարցով խոսած է միջազգային զանազան հարթակներու մեջ, բարձրացայնած է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին եւ ենթարկված չէ այսօրվան ճարիքի իշխանության։ Այս հանգամանքները մեկնելով արշավը սկսած է եկեղեցվո թեմ, արշավ, որ հանրային աջակցություն չունի։ Սաղաթելյան ահազանգեց, որ հայ ժողովրդի մասին կգործադրվի աբասկայնացման ծրագիրը, բայկար հայկական ինքնության, հայկական մշակութային ժառանգության, մեր հավատքի եւ մեր եկեղեցվո թեմ։ Այս մարտոց միակ նպատակը մեր ազգային 1700-ամյա գարույցը վարգապեգելն է, դգարացնելը եւ անոր թերագադարությունը նվազեցնելը։ Մենք այդ սատրանքներուն արիթ չենք տար։ Ցույց կտանք, որ գանքնած ենք կաթողիկոսին եւ եկեղեցվո կողքին, ամուր ենք մեր թիրքերուն վրա եւ թույլ չենք տար, որ այս սատրանքները կյանքի կոչվին, ըսավ Սաղաթելյան։ Հայտնենք, որ երեկվան իրադարձություններուն արձագանքեցին քաղաքական հետևյալ ուժերը՝ Հայաստան Դաշինք, Մայր Հայաստան Կուսակցություն, Մեր ցևով շարժում եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորում։ Իսկ մնացյալ քաղաքական ուժերը մնացին լուր եւ որևէ ցևով չարձագանքեցին, նույնիսկ հայտարարության ցևով։ Եվրոպական խորհրդարանը 3 գոչ ուղեց Ադրբեջանին ազատ արձակելու բոլոր քաղաքական բանդարգալները։ Այս առիթով ընդունված բանաձևի մեջ գարույցը նաև խիստ քննադատության ենթարկեց Ադրբեջանի գործող վարչագարկը ազգային անվտանգության պաշտպանության կողիդակ ինտիմատիվ ցայները լրացնելու լրակրողներ, խաղաղության պաշտպան ակտիվիստներ եւ իրավապաշտպաններ ազատազրկելու համար։ Բաքուի հետ հարաբերություններու հետագա առաջընթացը պետք է շահագապվի այս ուղղությամբ կատարվելիք հստակ քայլերուն հետ, հայտարարեցին Եվրոխորհրդարանի պատգամավորները։ Փաստաթուղթը հատկապես մատնանշեց Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման Վաղեմի կողմնակից գիտնական Բահրուս Սամեդովի եւ Թալիշ հետազոտող Իկբալ Աբիլիովի ցերպակալությունները, զանոնք նկատելով աբորինի։ Եվրոպացի պատգամավորները շեշտեցին, որ անոնց դատավարությունը դեղի ունեցած է փակ թռներու յետին, խախտված են արդար դատավարության չափանիշները եւ անմեղության կանխավարկածը։ Դատարանին ներկայացված այսպես կոչված միակ ապացույցը երիտասարդ գիտնականներուն գաբերն են հայ կորձընկերներուն հետ։ Պետական թավաջանության մեղադրանքով անոնք դատապարտված են 15-ին 18 տարվան բանդարգության։ Մեգեն 15 դեկտեմբեր երկարող ժամանակաշրջանին միայն Ադրբեջանի պետական լրատվական Ազերտակ գործակալությունը հրաբարակեց 24 նյութեր, որոնց մեջ Հայաստանի տարածքը գոչեց Արևմտյան Ադրբեջան։ Երևույթը, որ անպայման մտածել գուտա հետևյալները. Առաջին,
Արևմտյան Ադրբեջանի ծրագիրը մաս կգազմե Ադրբեջանի պետական քաղաքականության։ Այդ պատճառով ալ կգազմագերբվին գիտաժողովներ, գրթական ծրագիրներ, երիտասարդական ճամփարներ եւ ցուցահանդեսներ։ Արևմտյան Ադրբեջան վերադարձը կներկայացվի իբրև հիմնական ազգային նպատակ։ Երկրորդ, Իլհամ Ալիև եւ բարձրաստիճան այլ պաշտոնադարներ նյութը դեպապար կներկայացնեն իբրև իրավական, պատմական եւ բարոյական բարդավորություն, զայն ներառելով ուսումնական ծրագիրներուն, ազգագրական հետազոտություններուն եւ արվեստներուն մեջ Հայաստանի տարածքներու պահանջները օրինաչափ եւ բնական դարձնելու համար։ Երրորդ, արվեստի, քրագանության եւ պատմական գիտություններու միջոցով Արևմտյան Ադրբեջանը կներկայացվի իբրև ադրբեջանցիներու նախնիներու հայրենիք։ Ժողովրդական բանահյուսության հավաքածոները, նկարչական մրցանքները եւ ցուցահանդեսները կշեշտադրեն հայկական տարածքներու ադրբեջանցիներու պատկանելիությունը, ենթադրյալ ադրբեջանական մշակութային վայրերու ոչնչացումը եւ դեղահանությունները հայերուն ներկայացնելով իբրև այսպես կոչված բռնակրավողներ եւ ցեղասպաններ։ Մշակութային թեմաներու կողինդակ անոնք հարաճ կմղեն անթակույց դարածքային բանջներ։ Չորրորդ, Ադրբեջան հում կգադարե միջազգային իրավունքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ մարդու իրավունքներու շրջանակներուն վերադարձի իրավունքը պաշտպանելու համար, Հայաստանին վերակրելով հավաքական պատասխանատվություն ենթադրյալ հանցագործություններու եւ ավերածություններու համար։ Այս կներկայացվի իբրև արտարադատության հարց, նպատակ ունենալով միջազգային մագարտակով օրինականացնել Հայաստանի մասին պահանջները միաժամանակ պատմությունը գաբելով ժամանակակից դիվանագիտության եւ պատերազմին յետք բանակցություններուն։ Իսկ ամենեն վտանգավորը այն է, թե երիտասարդական ծրագիրներու, սեմինարներու եւ համայնքային նախաձեռնություններու միջոցով Ադրբեջանի պետության նպատակն է երիտասարդ ցերունտին մոտ ձևավորել հստակ մտածելակերպ, ըստ որուն Հայաստանը պատմական Ադրբեջան հող է, որ խլված է իրենց մե։ Այս աբակա տարածքային պահանջները երիտասարդության զորաշարժի միջոցով հարաճ տանելու հստակ նպատակ կետաբնթե։ Այս Հայաստանի թեմ ուղված հստակ ծրագիր է, որ չունի պատմական, քաղաքական, աշխարհագրական որևէ հիմք։ Անոր դարաձումի դարողությունը ադրբեջանական պետական համագարկին կողմէ անպատկերացնելի է։ Զայն հնարավոր է կանխել միայն աշխատելով։ Այսօրվան չաշխատելուն համար մենք վաղը շատ սուղքին պիտի վճարենք։ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյան հայտնեց, որ Արցախը եղած է, գա եւ կմնա անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունները այլ մեկնաբանությամբ բարդացրելու փորձերն։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնեց, որ 17 դեկտեմբերին անհերացանային զրույցում ունեցած է իր զավակին Դավիթ Վարդանյանի հետ։ Ռուբեն Վարդանյան դեղեկացուցած է, որ հարաճիգային իրեն պիտի դրվի եզրափակիչ խոսքի առիթ եւ իր ելույթին ընթացքին անմտադիր է ընդգծել հետեւյալները։ Դեղի ունեցողը ես չեմ ընդունիր իբրև դատական գործընթաց եւ մտադիր չեմ մասնակցել արտարադատության գեղձումին։ Բաքուի մեջ դեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխաներ արտար դատականության հիմնական չափանիշներուն եւ հետեւաբար չի կրնար նկատվել դատականություն անոր իսկական իմաստով։ Ես որևէ բանի համար չեմ զղջար։ Բոլոր գործողություններս կատարած եմ գիտակցաբար եւ գամավոր, լիովին հասկանալով հետևանքները։ Պատրաստ եմ Աստուծո առջև պատասխան տալու արարքներուս համար։ Միակ բանը, որուն համար գապսոսամ, այն է, որ չկարողացա ավելին կատարել։ Ռուբեն Վարդանյան նաև խնդրած է հանրության փոխանցել իր երախտագիտության զգացումը բոլոր անոնց, որոնք կաչակցին եւ իրեն զորագից կգանտնին։ Պետք չէ վախնալ մահեն կամ փորձել հաղթել զայն։ Մահը սարսափելի չէ։ Սարսափելի է անդարբերությունը, որ աննկատ աստիճանաբար գտապանցե մեր մեջ եւ մեր ներսը կկայքայե։ Մի վախնակ հետևելու ձեր սեփական ճանապարհին, փնտրելու, սխալելու եւ մինչեւ կյանքի վերջը աշխարհը ճանչնալու։ Կարևորը սեփական ճամփան գիտակցաբար անցնելն է։ Ամենեն կարևորը չվնասելն է։ Չաշխատել այս ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի աշխարհի մեջ։
Մենք բոլորս մեկ ընդհանուր դարազության մասնիկներ ենք, որ կրնա գոյություն ունենալ միայն հավասարակշռության եւ ներդաշնակության մեջ։ Խոսքը կրնա խոցել, բայց կրնա նաեւ զարգացման, աջակցության եւ արդարման հզոր խթան դառնալ։ Հայտնած է Բաքուի մեջ բանդարգված Ռուբեն Վարդանյան։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ, վանացայնի եթերով և թիմադդրի էչով, ծեզի էդենք ներգայացնելու հայկական աշխարի այսօրվան լուրերը, ծեզի էդենք ցայնավարտավար Անտոնին և ներսեսը, մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։